Այս էլ ռադիոջանի ալիքն է։ Իրոք տանը բարեմ եմ ես։ Բարեմ եմ։ Բայց հասանիքի ժամանակ չեմ կարա։ Սրատակ ավելի լավ եմ բարա։ Սա եթե ալիքն եմ միացնում ամբողջ օրը համերգ է։ Բայց ինձ հետաքրքիր է նաև լուրերը, մարդիկ են գալի, ամեն բնակավարից բժիշկներ, գործարարներ, ամեն ինչ։ Գործ շատ կա, անելիք ինչքան ասես, բայց Լենայի հալը հալ չի լինի, եթե օրվա մեջ գոնե մի պահ ռադիոհաղորդիչը իր ձեռքը չվերցնի։ Կվերցնի, որ տարբեր նորություններ լսի ու ամենակարևորը՝ սիրտը թեթևացնի, մի լավ իր սրտի երգ ու երաժշտություն գտնի ու վայելի։ Ասել է, թե կուրթանեցի Լենան ծափով ու ծիծաղով կյանք է ապրում։ Ես ցանկանում եմ բոլորը ուրախ կյանքով ապրեն, երգեն, պարեն, ուրախանան, կյանքնուն երջանիկ անցկենա։ Թե ռադիոյի հետ, թե ընդհանրապես։ Լենա տատը գյուղի ակտիվիստն է, ճարպիկ մի կին, որ իր խոսքով ու գործով մրցակից չունի։ Աշխատանքը սենց է, պետք է աշխատենք, չարչարվենք, սեզոնը գալիս է, պետք է այս բթերը լրիվ ինչքան տեղաշոր ունենք, քանդմենք, սենց մի հատ ջրին ենք տալի, թոզը իջնում է, ոնց որ փոշին ու սենց ծախտում ենք, նորից լցնում ենք մթելի մեջ, որ փափուկ քնենք, թորները մեր երեխեքը մենք փափուկ լի։ Իսկ որ մնում է, նա ծանրանում է, դժվարալում, խոնավանում է, ձմեռը քնում ենք, բան լավը չի լում, այսպես լավն ալում։ Ամռան տաք օրերը Լենայի համար ոչ թե վայելելու, այլ աշխատելու մասին են։ Հեչ հոգնել չունի տատը, 50 տարվա պատմություն ունեցող հարսնության օժիտից խնամքով պահած ու փայփայած վերմակ ներքնակներն է հանել, որ պլպլացնի, սիրտը հանգստացնի։ Մի մասը դեռ մաքրման փուլում են, մի մասն էլ արդեն մաքրված ու տեղավորված։ Ու ամենակարևորի մասին, որ թերևս լավագույն է նկարագրում 70 անց այս տատիկին։ Իր անկողինը, որը նաև յուրաքանչյուր հայկական ավանդական ընտանիքի հարստությունն է, տան հարսի պատիվը պետք է մի գծով դասված լինի, փուչ-փուչ ու ճրկ-ճրկան լինի։ Սենց բարձր են, ես հնուց եկած բարձր են, սրանք իմ բաժինքն են, օժիտն են, կեսուրից տվածն է ու ես էլ եմ արել։ Հմ իմ աղջիկների, աղջկանս տղաներից որ տվել եմ, էլի սենց մեծ բարձր եմ տվել։ Մաքրասեր ու ճարպիկ Լենան ջահել ու անհոգ տարիներն է հիշել։ Լենան ժամանակին գյուղի գեղեցկուհին էր, աչքով տալու մի բան, որ փողոց էր դուրս գալիս, ասում էին հուր հրեղեն է։ Մի խոսքով գյուղի առաջին գեղեցկուհին։ Ամբողջ գեղի տղերանց ուշկը ես էի, բոլորը իմ թեկնածուներն էին։ Բա որ ասում եմ լավն եմ, խիչ եք վատեմ, սուտ եմ ասում, նկարս պարզ է։ Սիրուն, բայց շատ խելոք, ոչ մեկ երեսին չէի նայում։ Որ գնում էինք ընկերուհիս ասում էր, գիտես Լենա, քեզ ինչքան են նայում, բայց ես չէի տենում, որ ինձ նայում են։ Պեպլա, ծիրուն, բայց շատ աղքատ, շատ համեստ, աղջիկ եմ ելել։ Աղքատությունն ու խեղճությունը ոչինչ էր Լենայի գեղեցկության դեմ, որ գյուղի ջահեր սիրուն տղաների սիրտներ մաշեցնում։ Խնամախոսները հանգիստ չէին տալիս խստաբարո հորը, բայց հավանական փեսացուների բանակից ոչ թե Լենան, այլ իր ընտանիքը ընտրեց Կուրթանեցի Ֆրունզիկին, որին անգամ չէր էլ ճանաչում, չգիտեր էլ, որ իր ապագա ամուսինը նույն գյուղից է, նույն բակից ու դպրոցից։ Չի եկել ինքը խնամախոսության, ծնողներն են եկել, մամաս էլ խոսք ա տվել, նոր նշանի օրը եկել է։ Մինչև այդ Չի եկել, չեմ էլ ճանաչել Ազնվորին, չեմ էլ ճանաչել, որովհետև ասեմ, 8 տարով ինձանից մեծ է։ Գիտես ինչ, այն ժամանակ ծնողների ասածը օրենք էր աղջիկ ջան, հմիկվա նման չի, որ աղջիկը կամ տղեն, ասեն չէ, մենք պետք է ծանոթանանք, մի քանի տարի էլ իրար հետ ծանոթ լինենք, մանգալը վատ իմաստով չեմ ասում, այլ ծանոթանանք։ Այն ժամանակ թեն չէր, ծնողները համաձայնության էին գալիս ու վերջ, արդեն ոնչ աղջիկը կարեր ասի, չէ, բան, ոնչ տղեն կարեր ասի։ Գարուն ու տաք գժված բնություն ու բնության գժությունից կայտարացած ջահելություն ու Լենայի խելքը կերան անսեր ամուսնացրին։ Սկզբում խոստացան, որ դպրոցը անպայման կավարտի, հետո մասնագիտություն ձեռք կբերի, բայց այդ խոստումները այդպես էլ օդում մնացին, իրենը տունն էր ու ընտանիքը։ Տարան, ասեն մեր տան կարգը սենց հա, ադաթը սենց հա, սենց պետք ալի, ես էլ գնացել էի, բրծել էի, էլ ոչ մի ձեն չհանեցի, այդ մասին ոչ մի խոսք չել էլ առաջ անգամ որ բան եմ արտահայտվում եմ սենց ասած։
Չէ, այնպես չի, որ Լենան չխոսկաներ, բայց որ խոսեր լսողով էր։ Բախտը բացվել էր, մարդի գնացել ու չարախոսների բերանին լեզու չդնելու համար հարմարվեց։ Պինդ նստեց տարած տեղը, բայց մի քիչ սիրտը կոտրված ու տագնապով էր։ Ուրեմն ես 10-րդ դասան էի, սովորում էի, պապաս մահացավ։ Հանկարծակի ինֆարկտ խփեց, մահացավ։ Ընտանիքիս վիճակը, մեր ընտանիքի վիճակը շատ ծանրացավ։ Մամաս մենակ 6 երեխա։ Հա, ես էլ ճիշտ ասած մի քիչ գեղեցիկ էի, գլուխգովալ չլի, շատ ուզողներ ունեի, երկրպագուներ ունեի, բայց չէի ուզում ամուսնանամ, շատ ուզողներ էին գալիս, մամաս էլ չէր տալի, ես էլ չէի ուզում, բայց կեսրարս շատ խելացի մարդ էր, ինքը եկավ, խոստացավ, որ ես ամուսնանամ իր տղի հետ, կուղարկեն ինձ սովորելու։ Ու հա, խոստացավ, մենք էլ հավատացինք։ Գնացի, ամուսնացա 10-րդ դասանը մարտ ամսին, բայց այդ ոչ մի բանը չելավ, այդ սովորելու հարցը։ Խոստումը չելավ, ու թենց էլ մնացի առանց սովորելու։ Ես գնացի աղքատ տանից հարուստ ընտանիք։ Գյուղի ամենաառաջի մարդը իմ կեսրարն էր։ Իսկ մեր ընտանիքը չէ։ Իմ հերը օրինակ այդ բաները չուներ, այդ առավելություններ։ Ինքն էլ էր լավ մարդ, պարտիական էր, կեսրարս էլ էր պարտիական, բայց կեսրարից խոսք անց հետ գնեմ, հետո կեսրարս նախագահ հրոխբեր ուներ։ Թեպետ Լենան իր ապագա ամուսնուն չէր ճանաչում ու առաջին անգամ հենց նշանադրության օրն է տեսել, բայց փառք Աստծո բախտը բերեց, խոստովանել չի կարող, առաջին հայացքից սիրահարվեց, հավանել էր բոյով բուսաթով, սիրուն աչքունքով տղային։ Նշանը եկան, դե այդ մաղտաղճիկը իրանք չուներ, դուրս գահլա տեն ովքեր են գալի, կամ այդ տղեն գալիս է դիմավորի, հիմի տղեն գալիս է, թե չեն աղջիկը վազում է, գնում է, գրկում է, այն վաղտը սենց բան չկար, թաքուն էի մնալ ես, ինձ ոչ ոք չտեր տենալ։ Այդ նշանի նստում են արդեն, նշանի արարողությունը սկսվում է, աղջկանը բերում են այդ ժողովրդի կենտրոնը, այդ սեղանների կենտրոնական մասը, տղեն էլ գալիս է կանգնում է, իր նշանը տալիս է, տենց էր։ Ու այն ժամանակ սինի չկար, սինիներ չէին բերում, ճամպրուկներ էին բերում, ճամպրուկներ այնքան բերել էին աղջիկ ջան, իսկական այս հատակից մինչև առաստաղա սենց դասած ճամպրուկներ էր։ Դրա միջին գաթայեր, հավեր, արաղեր, չգիտեմ էլ ինչեր էր, դեմի ես ընդովսկի չնայեցել, բայց այդ էին բերում։ Հա, եւ նվերները տալիս էին անձամբ։ Ճամպրուկի մեջ չէր նվերները, մատանիներ։ Ինձ 12 մատանի են նվիրել։ Հա, լավ տվելին։ Իսկ նշանս էլ էլա ոսկի ժամացուց, ցեպը ոսկի չէր, չէ։ Ցեպը ոսկի չէր, բայց ժամացույցը ոսկի էր։ Էդ էլ նվերները։ Հլալսի, ըսկի որ ասեմ երես ինչ նայեցել կհավատաս։ Կհավատակ ավելի ճիշտ։ Հա, որտեղ դով ամաչելու այդ բանը շատ էր էլի, այդ process-ը ասենց ասած։ Գլուխս կախ, տայել են, նստացրել են սեղանին։ Ըսկի չեմ էլ նայել։ Այդ նշանը ժողովուրդը գնացել են, նոր մնացել ենք մենք տանով, մեր ընտանիքով, նոր ես իրան տեհել եմ, ասենց ասած։ Հա, դե տղա է, եկել է բոյով, իրոք բոյով շատ սիրուն, հա, տղա էր։ Գրքերը թևիս տակից վեր էի դրել ընկերներս, դասիկն էին ընկերուներս, ես նշանվել էի, չէի պատկերացնում էլ թե ինձ հետ ինչ տի կատարվել, ոնց տիլիլ, ինչ տիլիլ։ Կարճ ասած հարուստ ընտանիք էին, որ մեծ նշանդրեքով, հարսանիքով, սազով ու շնորհքով իրենց տղային ամուսնացրին։ Իսկ Լենան բարակ-մարակ 17 տարեկան մի դեռատի աղջիկ էր, որ ոչինչ անել չգիտեր, բայց ճար չուներ, պիտի լավ հարս լիներ, որ մոր, հոր ու ընտանիքի պատիվը բարձր պահեր։ Ասել է, թե իր թուքը ընտանիքի երեսը չգար, ու երբ առաջին անգամ Լենան ոտք ամուսնու տան շեմքից ներս դրեց, մտքի ծայրով անգամ չէր էլ անցնում, թե իրեն ինչ է սպասվում։ Կեսրաս այդ փայտի Մահճակալի վրա, կարավաթի վրա, սենց պարկեց շորերը, այս վերևի մասը հանեց, շարոշկան, մայկա էլ չէր, շաբիքը հանեց, ինքը այդ թախտի վրա սենց պարկեց երկար, սենց գլուխը, կրծքի մասը իջացրուց այդ լագանի մեջ, հա, ձերներ սենց զրուց ու, սենց հարած սպասում է, ես չգիտեմ ինչ տեմ անել, զարմանում եմ, ասում եմ, ոնց տեմ անել, ես կեսուրս կողքիցս սկասնում է, ասում է քսի, օջարը քսի, սապունը, հա, քսում եմ, ասում եմ սենց հարը, ձերով սկասնում է ինձ, ամեն ինչը ձերով սկասնում է, դե նա գլուխը կախա չի տենում, չէ, բայց կեսուրս սկասնում է, այն ականջներից հետ, մեր սենց անում, կեսուրս սենց անում, պետք է ականջներն էլ լվանամ, մեր երեսը դե սապունը գալի, չէ սենց, պետք է երեսն էլ սենց լվանամ,
մեջքիցը հետ, սենց, թևերիցը հետ, պետք է լվանամ։ Բա դա ճիշտ է։ Չէ, դե մի լալսի ասեմ, ճիշտը որն էր։ Այն ժամանակ բաղնիկ չկար աղջիկ ջան։ Ոչ գյուղումը կար բաղնիկ, ոչ տանը կար բաղնիկի հարմարություն։ Դուրն դա քո անելու գործներ, թե իր Իրաններ, բայց ինձ անել դեր հարցը ես եմ, գնացել եմ հարց, ես պարտավոր եմ, պետք է ես անեմ։ Դա էլ դեռ քիչ էր ոչնչից անտեղյակ Լենան զարմացած էր մնացել այն ավանդույթներից, որին կարմիր խնձոր կասեն, ու որի չլինելու դեպքում աղջկան պարզապես թարսեշին կնստացնեն ու հայրական տուն կճամփեն։ Աղջիկը մաքուր գնար կեսարարանց տուն։ Հիմա մենք այդքան նշանված մնացել ենք, ինձ կներեք իհարկե արտահայտությանս մա, մեր մոտ ոչինչ չի ելել, մենք սպասել ենք մեր հարսանիքի օրը, որ հարսանիքի օրը բոլորը հավաքվում են ու բոլորը պետք է տենան, որ այդ աղջիկը անարատ եկել է։ Կեսուրն ասում է, որ իմ հարսը լավ նորմալ եկել է, ու այն մնացածին արդեն պարզ է։ Պարտադիր չտենան, կամ ով ցանկանում է տենում է։ Օրինակ կեսուրս ասավ, հարսանիքից հետո ասավ, հորքուրը շատ էր բանի հետևից ընկնում, իմ հորքուրը։ Ասի ինչ այլել, թե Պապին կանգնեց անպայման ուզեցավ պրոստինը տենա։ Իմ ասածին չհավատաց, ասավ չէ պետք է տենամ, որ այսքան նշանված մնացել են, ոնց կլի որ անարատ լինելի, ես էլ ասում եմ ցույց տվի։ Մի բան էլ կար, որ Լենայի սրտի բանը չէր, որ անգամ բարկություններ շարժել, չխոսքան Լենայի ձեն ու ծպտունը հանել։ Ինքը մաքուր անարատ աղջիկ էր, բայց կապույտ կիսաշրջազգեստով հորանց տանից հանեցին։ Չէ, այնպես չի, որ չունեին, ձեռքներն էլ չոր քարի տակ էր, ու մի ջերմակ հարսի զգեստ առնել չէին կարող։ Կարող էին, պարզապես սկեսուրը այդպես էր որոշել, ով կհամարձակվեր այդ որոշմանը դեմ գնալ։ Չէ, ինձ սպիտակ շոր չհագցրին։ Հարսանիքից նկարը նմա շատ վատ եմ զգում, որ այդ նկարն էլ տենում եմ։ Այդ նշանված ժամանակ տարան Վանաձոր, տեքրագինս մի հատ լավ պարտմո ուներ, բարեկամ էր ծանոթ էր, չգիտեմ, տարան ինձ մա երկու հատ դեյրակարել տվեցին, մինը կարմիր էր, մինը կապույտ։ Այդ եկա տուն Կիրովականից կեսուրս ասավ, կարմիրը տար, դու ձեր տանն էլ կհագնես հորանց տանը, այդ կապույտը թող հարսանիքի հիմա։ Ես ճիշտն ասած կուզեի, որ կարմիրն էլ էր հարսանիքի հիմա, բայց որ թենց ասավ, կապույտն իր ասածը պետք է էր։ Թողի, հարսանիքին այդ կապույտ դերեն էին բերել, մի հատ գլխի թեթևակի մի բան, դե հիմիկվա նման չի, մի ուրիշ այլ։ Այն վաղտվա ոչինչ, որ ասեմ լավն էր, այն վաղտվա լավն էլ չէր։ Թերի էր մի քիչ, բայց դե էդ էր։ Օրինակ ես տեքրականս հարսանիքին, իմ փոքրի հարսանիքին, ասի անպայման սպիտակ դերա պետք է ալի։ Դուք եթե չեք առնել, ես առնելու եմ սպիտակ դերեն, ես անպայման ալ, որովհետև իմ հիմա այնքան ցավ էր, որ այդ կապույտ դերեն, սենց կարճ այն ժամանակվա դերեկը տենց էր։ Համատեղ կյանքի ընթացքում էլ 4 երեխաներ ունեցան, ու ճշմարտախոս Լենայի ողջ կյանքի բանն ու գործը հենց այդ կենցաղում ու երեխա պահելում ամփոփվեց։ Սկեսուրը խիստ էր, բայց ամուսինն էլ պակաս խստերից չէր, որ Լենային օր ու արև չտվեց։ Ասում էր քունը տուննա, էս դուրնա ու երեխեքը պահի, նստի քու երեխեքին պահի։ Չէ, ինձ ծով կիմերտանց թողել չի դուզ գամ, ծով հտալ չեմ, ինձ ծով։ Նախ ինքն էլ չի գնացել, նախ խիստ էր, ինքը բազմանդամ դե ընտանիքի 8 երեխային էլ, 8-ն էլ ամուսնացած, լավ երեխեքներ ու բան, բոլորի հարսանիքներին գնացել է, բոլորի ծնունդներին գնացել է, բոլորի կնունքներին գնացել է, չի տարել ինձ։ Մենակ ինքը գնացել է, եկել է։ Բա դու չէիր նեղվում։ Բա ինչ էի անում, բա առանց նեղվել է, հիմա եմ նեղվում։ Դե այդ այլել, իմ ամուսինն է տելել, ես որ պարծենամ, այս լսողները կամ թաղմը որ լսեն, վրիս կծիծաղեն, կասեն, մարդը մեռել է համի գովաբանը, օրինակ էլի, սիրում չեմ, սուտի բան ասել չեմ սիրում։ Չէ, Լենան կյանքից ու ճակատագրից դժգոհ չէ։ Կուրթանեցի Ֆրունզիկը, որ Լենայի գեղեցկությամբ մինչև կյանքի վերջ մայված էր, օրտերության տատին խոստովանել է, սիրել է, ավելի շատ հոգին, ու այդ խստությունը ավելի շատ սիրելի տիկնոջը չկորցնելու մասին է եղել, քան թե չսիրելու։ Ամուսինս ասեմ, շատ լավակյաց տղա էր, շատ Ֆեյնաշճանի։ Շատ սիրեց տատիկ։ Դե սիրեց, որ մինչև մի իրար հետ ապրել ենք էլի, որ ասեմ չի սիրել, առանց սիրել կապրի, կլի, չի լի։ Հիմա ազատություն է, նախկին բարքերն ու բարձրագույն կրթություն ստանալն էլ երանելի բան չի, թեպետ ինքը մինչև հիմա էլ այդ ամենի մասին երանությամբ է խոսում։ Հա, ինքը հին մարդ է, բայց հին հայացքներ չունի, ջահելներին ու հարցներին քննադատել չի ուզում, բայց շրջանցել էլ չի ստացվում։ Հիմա ես 4 երեխա եմ բերել,
կամ մնացածները ով բերելա, չէ։ Ընդով ասում են կակետկով դիրա։ Ստեղից կտրված շար։ Հետևը ուղեղել եմ, թևերը բան ուղեղ, բայց ստեղից կտրված ու շար։ Այդ շարը այնքան շատ երել եմ, որ այդ փորը ծածկում էր։ Փորը չէր երևում։ Եթե երևար դա ամոթ էր։ Դե ամոթ էր երևել, այցավ տանեմ։ Իսկ մի բարակ մայկին հագնում, շալվարին հագնում, ասենց ընկնում է փորի տակնել այդ շալվարը, այնքան կարճ է, այդ մայկին էլ քիփ հագնում են, ասենց կպած նստում են, ասենց էլ անում են։ Հա, կեսրարի առաջին, տեքոր առաջին, մի տենց է, այն ժամանակ շատ ամոթ էր։ Վերինաշճանի ամոթ էր։ Մինչև անգամ հենց էինք պահում, որ այդ հղությունը տան տղամարդիկ, օրինակ կեսրարը, տեքրը շուտ չիմանան։ Ամոթ էր նաև պատրած կեղտոտ ու ցեխոտ համազգեստով դասի գնալը, որ հիմա սովորական մի բան է դարձել, նորաձևություն կասեն, ասում է տատը։ Այդ ճղտոտված այդ շալվարները։ Իմ թորներս էլ եմ ասել, դե աղջիկ թորներ ունեմ։ Ասել եմ, եթե այդպես ճղճղված շալվարով գաք, ինձանից չեք պրսնել, հագնոցդ կհանեմ ու լավ կարկատաններ կգցեմ Առաջ կարկատաններ էին գցում, որովհետև սկան հակուս չկար։ Եվ դպրոցը գիտեք ինչ էին ասում, ծնողական ժողովներին։ Դե ասում էին թող կարկատածելի, մաքուրելի, ակուրատնելի, ճղտոտված չլի։ Դե հենց կեղտոտրիխ էին գալիս դպրոց էլ չասելու էլի։ Հիմի հակառակն է։ Հիմի ճղտոտված շալվարներով են գնում, հեչ խոսող էլ չկա։ Շատ բան էլ առաջվանը չի ու իրենց սրտով չի։ Դե ժամանակներն են փոխվել, տատն էլ այդ ժամանակների հետ փորձում է հաշտ մնալ։ Միայն թե սիրտը ցավում է, այս ջահելների վարք ու բարքը իր սրտով չի, հայավարի չի։ Եթե խանգարող դիմագծեր ունեն, որ իրանց խանգարում է, լավը չի իրոք տգեղա, կարելի է դա շտկել ուղղել։ Իսկ այդ պրոժներս քան են սարքում, կրծքերնս քան են սարքում, սենց արտահայտիչ, սենց էլ հագնում են։ Ներողություն արտահայտում, քիչ ամենամ են եւ այլի, ներեցեք ինձ, շատ եմ խնդրում։ Դա շատ տհաճ է, շատ։ Մի օր մի մարդ խոսեր հեռուստատեսությամբ, ասма առաջվա տղերքը, ասма երանի տեին, թեև տեն ամուսնանալ, որ այդ աղջկանը մերկ տենան, մերկ։ Իսկ մի ասма ոչ մի հետաքրքրություն չկա, դոսարի փողոցը լրիվ մերկ են, էլ ինչ հետաքրքրություն։ Դժվարություններով ու փորձություններով անցած տատը չի կորցրել կյանքի նկատմամբ ունեցած լավատեսությունը ու կյանքը յուրովի սիրելու կարողությունը։ Հիմա Լենան 78 տարեկանում գյուղի քեֆ ուրախությունների զարդն է ու տող խմող ջանով ու ջիգյարով տատիկ, առանց որի ներկայության Կուրթանում քեֆ ուրախությունների սեղանը մի տեսակ դատարկ կլինի։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Կուրթանից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։